Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1223-րդ օրն է։ Երկուշաբթի օրվա եթերում որոշեցի ձեզ հակիրճ ներկայացնել ամենաարդիական նորությունները, չմոռանալով, որ ամառ է եւ երկուշաբթի, այնպես որ կլինի կարճ, բայց բովանդակալից եթեր։ Կուրսկի մարզում Ուկրաինայի պաշտպանների գործողությունները շարունակվում են, իսկ Սումիի մարզում այժմ ռուսական ինտենսիվ հարձակողական գործողությունների առումով հարաբերական պասիվություն կա։ Դրանց փոխարեն ուկրաինական ուժերը իրականացնում են հակահարձակումներ, գրանցելով տակտիկական հաջողություններ։ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են պահել կարևոր հենակետ Կուրսկի մարզում, պլացդարմ։ Խոսքը գնում է ռազմաճակատի մի հատվածի մասին, որը ոսկոր է ռուսների կոկորդում։ Այն ոչ միայն ստեղծում է անվտանգության բուֆերային գոտի թշնամու տարածքում, այլ նաև հարավից պաշտպանում է Սումիի եւ մասամբ Խարկովի մարզերը։ Ինչպես նշում են ռազմական վերլուծաբանները, եթե այդ հենակետը պլացդարմը չլիներ, ապա Սումի եւ Խարկով քաղաքները այս պահին շատ ավելի լուրջ վտանգի տակ կլինեին։ Մյուս կողմից Ուկրաինայի զինված ուժերը վերջերս առաջխաղացում են ունեցել Սումիի մարզի հյուսիսում։ Այս մասին հայտնում են պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտից իրենց հերթական զեկույցում, քարտեզը ձեր էկրաններին է։ Հետազոտողները հղում են անում հունիսի 28-ին հրապարակված գեոլոկացիոն տեսագրությունների վրա, որոնք փաստում են Ուկրաինայի ուժերը առաջ են անցել Սումիի մարզի հյուսիսում։ Ուկրաինական ուժերն առանցքային վնաս են հասցրել ռուսական խմբավորմանը նաև Խարկովի մարզում։ Գարնանային արշավանքի ընթացքում ուկրաինացի հետախույզները մի շարք ներթափանցումներ են իրականացրել թշնամու թիկունքում, ռեյդեր են անցկացրել, այսպես ասած, ստաբիլիզացիոն միջոցառումների անցկացումը ստիպել է ռուսներին նահանջել, կրելով մեծ կորուստներ, եւ հետո նորից անընդհատ փորձել են վերագրավել իրենց դիրքերը, ինչը բերել է ավելի շատ կորուստների ռուսների շարքերում։ Ուկրաինայի պաշտպանների հաշվին են 12 հաջող ռեյդ թշնամու թիկունք։ Բացի այդ, հետախույզները համալրել են ռազմագերիների փոխանակման ֆոնդը, ինչը նույնպես կարևոր է, որ Պուտինը հանկարծ չմտածի, թե գերիներ չունի Ուկրաինայում։ Ուկրաինայի զինված ուժերը երկրի արևելքում կասետային զինամթերքով ոչնչացրել են եւս մեկ ռուսական տանկային շարասյուն։ Հրետանավորները նկատել են ռուսական շարասյունը եւ հարվածել նրան, ավարտելով գործողությունը կասետային զինամթերքով զանգվածային հրետակոծությամբ։ Ռուսները մեծ կորուստներ են կրել։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 137 մարտական բախում 12 ուղղություններով։ Ուկրաինայի պաշտպանության ուժերի ավիացիան, հրթիռային զորքերը եւ հրետանին հարվածել են թշնամու անձնակազմի, զենքի եւ ռազմական տեխնիկայի կենտրոնացման 14 շրջանի։ Ուկրաինական զորքերը 24 ժամվա ընթացքում ոչնչացրել են եւս 1070 օկուպանտ եւ նրանց 345 միավոր զինտեխնիկան։ Ռուսական օկուպացիոն բանակի ընդհանուր մարտական կորուստները ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի փաստաթղթավորված գնահատականի կազմում են 1,20,010 օկուպանտ։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Ինչպես արդեն նշել էի, Ուկրաինայի երկնքի պաշտպանները նոր մեթոդներ են կիրառում Ռուսաստանի արդիականացված շահեդ դրոնների դեմ պայքարում։ Ուկրաինան ստեղծում է նոր ստորաբաժանումներ, որոնք կհագեցվեն կալանիչ դրոններով։ Նոր ուժերին տրամադրվել են հատուկ դրոնների մեծ խմբականակներ, որոնք կարող են ոչնչացնել թշնամու շահեդները օդում։ Ասեմ, որ ուկրաինացի բլոգերներն են ակտիվ մասնակցել այս կալանիչ դրոնների արտադրման գործում։ Մեծ քանակությամբ կարողացել են ապահովել բանակին։ Շատ անգամներ խոսել են, որ Հայաստանում էլ կարող են շատ ինֆլուենսերներ միանալ բանակին օգնելու գործին, բայց դա պետք է կոորդինացվի Հայաստանի պաշտպանության նախարարությունից։ Առիթ ունեցել եմ ասելու, եթե պետք լինի, կարող ենք փորձով կիսվել։ Վերադառնալով շահերներին, ասեմ, որ այս զինատեսակը, որը որ Ռուսաստան է հասել Իրանից, երևի թե ռուսական արսենալի ամենաարդյունավետ զենքերից է, այդ իսկ պատճառով հատուկ միջոցներ են ձեռնարկվում դրանց դեմ պայքարում։ Նորվեգիան F-35 կործանիչներ կտեղակայի Լեհաստանում։ Օդային առաքելությունը ուղղված է Լեհաստանի օդային տարածքի պաշտպանությանը եւ Ուկրաինային օգնության համար կարևոր լոգիստիկ հանգույցին աջակցելու համար։ Ինչպես գիտեք, ռուսները տարբեր ճանապարհներ են փնտրում, որպեսզի վնասեն այդ լոգիստիկային։ Նորվեգիան իր օդուժով որոշել է օգնի։ Քաղաքական լուրերից Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են, երկրների միջև կարծես նաեւ դիվանագիտական հակամարտություն է հասունանում։ Բաքուն մեղադրել է Մոսկվային բռնաճնշումների մեջ, ադրբեջանական հեռուստատեսությունը Պուտինի ռեժիմը համեմատել է Ստալինի ռեժիմի հետ եւ բավական վառ
համեմատություն է անցկացրել ռուսական անվտանգության ուժերի եւ խորհրդային ուժերի գործողությունների միջև։ Հենց իրենց վրա զգացին, սկսեցին իրերը իրենց անունով կոչել, չէ՞։ Մինչ այդ Բաքուն աշխատում էր բալանսավորել իր քաղաքականությունը, ներկա լինելով համ ուկրաինական, համ ռուսական դաշտում։ Միջալոց մի շարք միջոցառումներ Ադրբեջանում չեղարկվել են Ռուսաստանի հետ կապված, կարծես թե լարումը նոր ուժ է ստանում։ Ադրբեջանական լրատվամիջոցները նաեւ մեղադրել են Ռուսաստանին այլ ազգերի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության մեջ, ելով խոսի, չէ։ Մենք արդեն հաղորդել ենք, որ անցյալ շաբաթավերջին Ռուսաստանում մի քանի ադրբեջանցի է մահացել, դրանից հետո տեղեկատվական դաշտը երկու կողմերից էլ թեժանում է։ Եվս մեկ շատ կարևոր լուր, արևմտյան մամուլը անդրադարձել է Ռուսաստանի սոցիոլոգիական տվյալներին, ռուսները սկսում են ատել Պուտինին եւ Ուկրաինայի հետ պատերազմը ռեժիմի համար անսպասելի խնդրի է վերածվել։ Ռուսաստանը դարձել է մի երկիր, որտեղ հանցագործները պարգևատրվում են, մարդասպաններն ու բռնաբարողները պարզապես պետք է անցնել ռազմաճակատով որպես հերոսներ տուն վերադառնալու եւ կրկին սպանելու համար։ Բռնության ալիքը արդեն տարածվում է ամբողջ երկրով, մեկ գրում է Washington Post-ը։ Միևնույն ժամանակ ռուսների շրջանում պատերազմի աջակցությունը նվազել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ։ Հարցվածների միայն 30%-ն է արտահայտվել մարտական գործողությունների շարունակման օգտին։ Սա ամենացածր ցուցանիշն է Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր, հաղորդում է Լևադա կենտրոնը։ Իմջալոց այս ֆոնին ռուսական մամուլում շրջանառվում է լուրեր, որ Պուտինը իշխանության տրանզիտ է պատրաստում, խոսքը գնում է իր աղջկա մասին, բայց ինչքանով է սա հավաստի չգիտեմ, միգուցե կարող է ինֆորմացիոն օպերացիա լինի, որպեսզի հանրության լարվածությունը թուլանա։ Այսպես կոչված պատերազմի կուսակցությունը ռուսական հասարակության մեջ շարունակում է դիրքերը զիջել, մարտական գործողություններից հոգնածությունը եւ տնտեսական խնդիրները նվազեցնում են Ուկրաինայի հետ պատերազմը շարունակելու կողմնակիցների թիվը։ Ռուսաստանցիների 47%-ը բողոքել է իրենց ֆինանսական վիճակից, իսկ 75%-ը բավարար միջոցներ չունի իրենց ներկայիս կարիքների համար։ Այնուր են մեկնաբանություններում գրողները, թե իբր Ռուսաստանում ամեն ինչ շատ լավ է։ Մասնագետները նշում են, որ նույնիսկ հզոր պետական քարոզչությունը այլևս ի վիճակի չէ շրջել միտումը։ Սոցիալական ցանցերի միջոցով ռուսներին շարունակում են հասանելի դառնալ իրական տվյալները գնաճի, վատ թարացող տնտեսության եւ հազարավոր զոհվածների եւ վիրավորների մասին։ Այսա նաեւ իմ եւ ձեր հաղթանակն է, մեր լուման ունենք ճշմարտությունը տարածելու գործում։ Ես ուզում եմ հատուկ ընդգծել, ամեն մեր եթերով կիսվելով դուք մոտեցնում եք պատերազմի ավարտը, ինչի համար շատ շնորհակալ եմ, որ շատ մեծ գործ եք անում։ Այսքանն էր այսօրվա եթերի համար նախատեսվածը։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, ձեր մեկնաբանությունները մեզ շատ են ոգևորում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Խնդրում եմ չմոռանալ լայքել տեսանյութը, տարածել եւ ամենակարևորը ստուգել, արդյոք բաժանորդագրված եք մեր նոր ալիքին, թե ոչ։ Եթե ոչ, անպայման բաժանորդագրվեք, խնդրում եմ։ Մինչ նոր հանդիպում, կտեսնվենք։